ամանորի խորհրդանիշներից մայրաքաղաքային աղցան, ինչպես մանդարինը, ինչպես տոնածառի լույսերն ու բուրմունքը, այնպես էլ այս աղցանը ամանորի խորհրդանիշն են։ Ողջույն սիրելիներ, պատրաստում եմ մայրաքաղաքային աղցան կամ օլիվիե, ինչպես ընդունված է համաշխարհային խոհանոցային բառապաշարում։ Տավարի պինդ խաշած միս, պինդ խաշածը ո՞րն է տավարի։ Տավարի միս, որը աղով եմ խաշել, պինդ խաշած ձու է հարկավոր, կարտոֆիլ, գազար, որոնք պետք է համաչափ քառակուսիներով կտրատել։ Ահա այս չափով եմ կտրատում սիրելիներ, տավարի միսը, լավ կլինի վերցնեք անյուղ միս, սա մի քիչ ջլոտ միս էր, բայց էական չէ։ Հիմա այսպես կտրատելուց հետո անցնում ենք հաջորդ գործողությանը, կտրատում եմ կարտոֆիլը։ Սիրելիներ, սա կարմիր կարտոֆիլ է, գույնով մի փոքր մուգ, ավելի դեղին։ Հիմա սա էլ պետք է կտրատել այնպես, ուղղահայաց կտրատեցի շերտիկների, հիմա կվերածեմ քառակուսիների, կավելացնեմ մսի վրա։ Սա էլ կարտոֆիլը սիրելիներ, ավելացնեմ մսին։ Ահա այսպես։ Տեսեք, շատ հավասարաչափ եմ կտրատել։ Գիտեք, լինում է ժամանակ, որ ես կարտոֆիլի փոխարեն կամ ձվի փոխարեն ծաղկակաղամբ եմ անում, ծաղկակաղամբի մանր բույլերի եմ վերածում կամ բլենդերով հարում եմ այնպես, որ ուղղակի մանրվի ու այդպես էլ ավելի առողջարար եմ դարձնում, մի օր էլ անպայման այդպես կնկարեմ տեսանյութ, բայց սա ավանդական տարբերակն է, շատ համեղ է, այնպես որ այսպես էլ փորձեք։ Գազարը ահա այսպես երկարությամբ շերտիկների վերածեցի սիրելիներ, ինչպես ստացվեց, որպեսզի համահունչ լինի մեր նախորդ կտրած մթերքի հետ, պիտի նաև աչքաչափի կործունը հաշվի առնենք, ուզում եմ ասեմ, ձեր աչքաչափը ձեռնարկեք։ Տեսեք, ահա այսպիսի չափով էլ կտրատեցի գազարը, ավելացնում եմ ընդհանուր զանգվածին, սիրելիներ, շարունակում այս հաճելի միաժամանակ մի քիչ մանրակրկիտ աշխատանքը, ահա, տեսակ քանի կտորի բաժանեց, այս մեկը մի քիչ մեծ է, ահա, ոտ այսպես, ահա այսպես, արագ ենք անում, մի ժամանակ ես կարտոֆիլը գազարը կտրատում միանգամից խաշում էի, բայց ասեմ ձեզ, երբ կեղևով ես դու խաշում բանջարեղենը, այդպես ավելի համեղ է ստացվում, այդ թվում և կարտոֆիլը, էական տարբերություն կա համերի մեջ, կամ մարդիկ կան, որոնք դնում են միկրոալիքային վառարանում են պատրաստում, բանջարեղենը կամ ջեռոցում կտրատած դնում են, համեղ չի լինում, ավանդական տարբերակով եմ այս անգամ պատրաստում և հետևում եմ բոլոր ավանդություններին, նույնիսկ բանջարեղենը խաշելու առումով, այսպես սիրելիներս, սա էլ ավելացնեմ, պինդ խաշած ձուն, ևս վերածում եմ ահա այսպիսի շերտիկների, զգուշ եմ կտրում, որ դեղնուցը և սպիտակուցը չառանձնանան իրարից ու վերածում քառակուսիների, ահա այսպես, ասելս առանձնանալս մեկը եղավ, ահա այսպես, այն ցանց գործիքներից պիտի առնեմ, որ ճզմում են ձուն քառակուսիներով թափվում է, չնայած այս դեպքում ես ուզում եմ, որ հստակ քառակուսիները երևան, այդ ցանցերով հնարավոր է, որ ճզմվի, սիրուն չլինի, ահա այսպես, սա էլ կտրենք ավելացնենք ընդհանուր զանգվածին, այսպես, չեմ կարծում գտնվի մոլորակի վրա մարդ, ճաշակով մարդի դեպ, գուրման, որ չսիրի մայրաքաղաքային աղցանը, սա մսային աղցանների մեջ ամենաճանաչված աշխարհին հայտնի օլիվիե աղցանն է, որը իսկապես շատ սիրված է և տարածում ունի աշխարհի բոլոր խոհանոցներում, համաշխարհային խոհանոցներում անպայման կգտնեք օլիվիե, մի փոքր, մի շտրիխ ավել, մի շտրիխ պակաս, մի համեմունք ուրիշ, բայց ընդհանուր բովանդակությամբ սա աշխարհին հայտնի աղցան է, սա էլ այսպես,
Մեզ հարկավոր է նաև պահածոյացված ոլոր կամ էլ մեր սառեցրածը։ Հիմա ջուրը քամելու եմ, մի հատ ողողեմ, ավելացնեմ ընդհանուր օլիվիեի մեջ։ Անպայման պարզաջրեք սիրելիներ, մարինացված ոլորը, այսպես։ Եվ թողեք լավ ջրքամվի, հետո նոր միայն ավելացրեք օլիվիեի մեջ։ Այսպես լավ ջրքամում ենք, հետո նոր միայն ավելացնում աղցանին։ Սա էլ ավելացրի։ Մնաց կանաչին, անպայման օգտագործում եմ սոխ և ազատ քեղ։ Սիրելիներ, ես առանձնացրի կանաչին, պետք է լավ մանր կտրատեմ, նաև համեմ վերցրի, համեմն էլ է լավ համադրվում, ավելացնում եմ աղցանի մեջ, վրան ավելացնում թթվասեր և մի քիչ էլ մայոնեզ։ Ճիշտն ասած, մայոնեզը այդքան էլ խորհուրդ չի տրվում օգտագործել, կարող եք օգտագործել տնական թանձրուկներ, ինքներդ պատրաստել մայոնեզ, բայց այս աղցանի մեջ թթվասերի հետ անպայման մայոնեզ պետք է։ Համեմունքներից ավելացնում եմ միայն սև պղպեղ ու աղ, վերջնական տեսքը ձեզ ցույց կտամ։ Հա, ցույց տամ նաև, որ Մարիամը մաքրեց նուռ, այս նուռն էլ զարդարանքի համար է։ Հիմա սիրելիներ, աղցանին ավելացնում եմ աղ, իդեպ բոլոր բաղադրաչափերը կգրեմ տեսանյութի ներքևի մասում, այնտեղից այդ բաղադրաչափերով պատրաստեք, իդեալական օլիվիե կստանաք։ Սիրելիներ, ինչու հիմա չեմ ավելացնում մայոնեզ կամ թթվասեր կամ երկուսը միասին։ Աղցանը պատրաստելիս, համեմելիս խառնեք ամբողջովին, դրեք սառնարան։ Աղցանի բոլոր բաղադրիչները, այդ թվում և համեմունքները խառնում եմ, բայց վրան չեմ ավելացնում թացան, այսինքն ոչ թթվասեր, ոչ մայոնեզ։ Միայն անմիջապես մատուցելուց առաջ վերցնում ենք մի բաժին, այնինչ պիտի դնենք սեղանին, այդքանի վրա ավելացնում ենք մայոնեզն ու թթվասերը, մատուցում։ Սովորաբար օլիվիեն պատրաստվում է մեծ քանակությամբ, մեծ չափաբաժիններով և մատուցվում մի քանի անգամից։ Դրա համար չի կարելի, որպեսզի ավելացնեք թացանը, այդպես կփչանա սննդամթերքը, ձեր աղցանը, ափսոս է, այս օրերին չպետք է սնունդը թափել։ Հիմա խառնեմ, դնեմ սառնարան, օրվա չափաբաժնի վրա միայն որ կավելացնեմ թթվասեր մայոնեզը։ Գնացինք։ Ինչ գույներ են, արդեն իսկ ախորժելի է, ճիշտն ասած ես օլիվիե կամ մայրաքաղաքային աղցան այդքան շատ չեմ սիրում, թեկուզ գիտեմ, որ շատ-շատերն են սիրում, գիտեք երբ եմ սիրով ուտում, և որ նայում եմ սովետական բաղնիկդ Անուշ ֆիլմը, երբ որ հերոսը ֆիլմի այս պահին անունը մոռացա, գնում է աղջկատուն և սկսում արագ-արագ օլիվիե ուտել։ Այդ պահից իմ ախորժակը բացվում է օլիվիեի համար։ Հիմա այսպես խառնեմ, համտեսեմ ու դնեմ սառնարան։ Մատուցելիս ես ցույց կտամ տեսքը, թե ինչպես եմ զարդարում ես իմ օլիվիեն։ Սիրելիներ, ես այստեղ խառնեցի 2 գդալ մայոնեզ, 2 գդալ թթվասեր, հենց չափաբաժնի համար, մոռացա ձեզ ցույց տալ, ուղղակի ասում եմ և այսպես խառնում։ Հիմա կվերցնեմ մի քիչ աղցանից, կավելացնեմ այս թացանը, կզարդարեմ ու կմատուցեմ, մնացածը կդնեմ սառնարան, հետո օգտագործելու համար, ամեն անգամ այսպես թարմ պետք է պատրաստել։ Ահա, այսպես ավելացրի, մի քիչն էլ այսպես թողել եմ, որ վերջում զարդարեմ աղցանս։ Տադամ! Ահա և մեր գեղեցիկ մայրաքաղաքային աղցանը աղցանամանների մեջ, ասեք, որ գեղեցիկ եմ զարդարել։ Համի մասին գաղափար կկազմեք, եթե համենակ մեր տուն միասին ճաշակենք, բայց նաև եթե հենց այս բաղադրանտոմսով պատրաստեք, կտեսնեք, թե ինչքան համեղ է։ Զարդարանքն էլ ասեք, որ իսկապես սիրուն է, բայց դա թողնում եմ ձեր ճաշակին, ինքներդ ձեր երևակայությունը գործի դրեք և ձեր օլիվիեն զարդարեք։ Բարի ախորժակ բոլորին։ Սիրելիներ, չմոռանաք հետևել ինձ նաև Instagram-ում, Facebook-ում և TikTok-ում։ Իմ բոլոր հասցեները կգրեմ տեսանյութի տակ բաղադրատոմսի հետ միասին։ Բաժանորդագրվեք նաև ալիքի, սեղմեք զանգակ կոճակը, որ նոր ծանոթություններ ստանաք և գրեք մի լավ մեկնաբանություն ձեր Միլային։